Աղոթում եմ, որ այս օրերին չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։ Հիշեք, ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց, ոչ վիշտը, ոչ հալածանքը, ոչ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ հովիվ և հոտ, նույն հոգով և նույն հավատքով։ Օրեր առաջ Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն այս խոսքերով Նուբարաշենք հրեակատարողական հիմնարկից դիմել էր հավատացյալներին։ Սրբազան հայրն արդեն 1 ամիս է անազատության մեջ է։ Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ միասնական ժամերգություն է կատարվում։ Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթ քննչեց անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար։ Մեկ բառով եթե ասենք թեմը գլխատված է, բայց իրականության մեջ թեմը շարունակում իր առօրյա կյանքը, իր ժողովներով, իր աղոթքներով։ Մենք չենք բավարարում դրանով, նաև գրեթե ամենօրյա պատարակները գնում ամբողջ թեմի տարածքում, հերթով բոլոր քահանաներս պիտի պատարակ մատուցենք, աջակցություն մեր առաջնորդի, մեր առաջնորդ հայրերի, նաև եւ ինչու՞ չէ, նաև անազատության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների։ Սա իր հերթին ասեմ, որ փորձությունների շրջան ենք անցնում, բայց ինչպես եկեղեցին, այնպես էլ իր զինվորները, մենք հոգևորականներս այդ դժվարություններից երբեք չենք ընկճվում։ Դա Տիրոջ ճանապարհն է։ Տերը վերցրեց իր խաչը գնաց, ասեց, ով որ հավատում է ինձ, թող վերցնի խաչը գա իմ հետևից, մենք համբերությամբ, հավատքով ու վստահությամբ քայլում ենք առաջ, առանց ընկճվելու, առանց մեր գլուխը կորցնելու եւ բնականաբար նույն ակնկալում ենք նաեւ մեր հոգեվոր հոտից։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին իրավապահները Մկրտիչ Սրբազանի տանը խուզարկություն իրականացնելուց հետո նրան բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ եւ առաջնորդարանի աշխատակիցներ։ Մկրտիչ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը 1 ամսով։ Տեր-հոր խափանման միջոցն օրերս փոխարինվել է տնային կալանքով։ Քրեական վարույթը հարուցվել է թեմի արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Ի դեպ, Ստեփան Ասատրյանը հրաժարվում է լքել հովանավանքը, խոչընդոտելով տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քահանա Սարգսյանի եւ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հոգեվոր ծառայությունը եւ կրոնական արարողություններին մասնակցելու հավատացյալների իրավունքը։ Թող Աստված նաև համբերություն տա մեր բարեպաշտ ժողովրդին, մեր հոգևոր եղբայրներին, որ այս դժվար ժամանակները անցկացնենք միաբանությամբ, որտեղ հալածանքներ է լինում, այնտեղ Տիրոջ շնորհը ավելի է բազմանում, մաղթում ենք, որ Տիրոջ առաջ շնորհը լինի մեր ժողովրդի հետ, մեր հոգևոր հայրերին, հոգևոր եղբայրներին եւ բարեպաշտ ժողովրդին պահապան լինի Աստված։ Ժամերգության ավարտին տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը մեկնաբանելով Հայրոսի աղջկա Հարության ավետարանական դրվագը հորդորեց ներկաներին չվախենալ, միայն հավատալ Տիրոջը։ Եկեղեցական պատմության, քրիստոնեական բարոյագիտության բոլոր էջերում սևով սպիտակի վրա գրված է, որ բոլոր ժամանակներում հանուն Քրիստոսի, հանուն եկեղեցու, հանուն ազգային պատկանելության, հանուն հոգու անմահության եւ Տիրոջ հավատացողները տարատեսակ փորձությունների են ենթարկվել, համբույրներով մատնվել, թիկունքից գանահարվել, տարբեր ժամանակներում աքսորվել, քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անվախ եւ անկոտրում հոգին երբեք մեռնել չի կարող։ Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 20-ին ժամը 19:00-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Արագածոտնի թեմն առաջարկում է թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագի մասնակցել հետևելով միայն պաշտոնական կայքեջում ներկայացվող ժամանակացույցին։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։